Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթ, Փյունիկ, թե Արարատ Արմենիա, ով կնվաճի տիտրոսը։ Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի խաղարկություն Փյունիկ Արարատ Արմենիայից թիմերից մեկը կնվաճի տիտրոսը, իսկ թե որ մեկը դժվար է ասել։ Չնայած ես ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, շատ աննշան առավելություն տալիս եմ Փյունիկին։ Այո, Արարատ Արմենիան այս պահին ցուցադրած խաղով գրանցած արդյունքներով ավելի լավ տեսք ունի՝ ի տարբերություն Փյունիկի։ Բայց նման դիմակայություններում Փյունիկը կարողանում է մշտապես հավաքվել, շատ անգամներ հայտնվել է այսպիսի բարդ իրավիճակում եւ կարողացել է պատվով դուրս գալ։ Մելիքյանի այսպիսի խաղերում թիմին տրամադրելը մշտապես օգնել է նռնագույններին եւ կարծում եմ հենց այսպիսի դիմակայությունում հաղթանակ է անհրաժեշտ Փյունիկին, որպեսզի առաջնության վերջին հատվածում կարողանա պայքարել լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու կամ գոնե քառյակում մնալու, որովհետեւ թիկունքից մոտեցող մրցակից կա։ Արարատ Արմենիան այո վերջին խաղերում հաղթում է, ի տարբերություն Փյունիկի մի փոքր ծանր գրաֆիկով է շարժում, Փյունիկն այնտեղ Լեռնային Արցախի հետ հեշտ մրցավետ չունեցավ, իսկ Արարատ Արմենիան ծանր հանդիպումներ անցկացրեց, բայց այնուամենայնիվ լավ հաղթանակներ գրանցեց։ Ողջույն Էդվարդ։ Ողջույն Արմեն։ Սուպերգավաթի խաղարկությունում կհաղթի Արարատ Արմենիան, ահա թե ինչու։ Նման մրցաշարերում, նման մակարդակի ֆուտբոլային մակարդակի երկրներում ամեն ինչ որոշում է ընթացիկ մարզավիճակը։ Ընթացիկ մարզավիճակը դեռ չի խաղում միայն մեկ դեպքում համաշխարհային ֆուտբոլում, եթե Մադրիդի Ռեալը խաղում է Չեմպիոնների լիգայի խաղարկություն, այնտեղ էական չէ, թե ինչ վիճակում է արքայական ակումբը, բոլորս սովորել ենք, որ այլ ֆուտբոլ է խաղում։ Իսկ Հայաստանի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, սուպերգավաթի խաղարկությունում ամեն ինչ վճռում է, թե որ թիմը այդ պահին ինչ վիճակում է, իսկ Արարատ Արմենիան զգալիորեն գերազանցում է թե խաղով, թե արդյունավետությամբ այս պայծրությամբ Փյունիկին եւ կարծում եմ, որ թեև որոշակի դժվարություններով, բայց այդ խաղում հաղթանակ կտոնի։ Մանրամասները հիմա կքննարկենք Արմենի հետ։ Ընթացիկ մարզավիճակը կարծում եմ կհամաձայնես կտրուկ տարբերում է, որովհետև վերջին տուրում ցույց տված խաղերը դրա վարկայությունն են, Փյունիկի նկատմամբ հաղթանակ։ Արարատ Արմենիան հաղթեց Ուրարտուին, որը հաղթարշավ ուներ եւ երկրորդ տեղում էր այդ պայծրությամբ, հաղթեց 3-0 հաշվով։ Թվում է առանց լուրջ խնդիրների հաղթեց, առանց շատ բան թույլ տալու մրցակցին հաղթեց, արդյունավետ խաղ նորից խաղաց։ Փյունիկը հակառակը խաղում էր հետնապահներից մեկի հետ եւ 1-0 հաշվով հաղթում էր, բաց թողեց եւ դրանց հետո ըստ էության գոլային պահել չկարողացավ ստեղծել։ Ալաշկերտը հակառակը ավելի շատ պայր ուներ եւ կարող էր խփել։ Ուրեմն հասկանալ այսքանից հետո չափանիշ չվերցնել Հայաստանի ներքին առաջնությունում ցուցադրած խաղը։ Ես հենց դրա մասին եմ խոսում, որ Իսկ ինչ է փոխում սուպերգավաթը։ Ասեմ, բացման խոսքում ես դրա մասին եմ խոսում, որ այսպիսի մրցահաճերում Փյունիկը միշտ կարողանում է շատ ավելի հետաքրքիր ֆուտբոլ խաղալ, բայց եթե առաջնությունում Փյունիկը պարտավոր է, այսպես ասած, առաջին համարով խաղալ ոչ բոլորի հետ մրցավեճում, ապա այստեղ Մելիքյանը կարող է իր սիրելի հակագրոհային ֆուտբոլը դավանել, իսկ Մելիքյանը պաշտպանություն դնել շատ լավ է կարողանում։ Այստեղ ակնհայտ է կարծում եմ, որ Արարատ Արմենիան կխաղա առաջին համարով, հաշվի առնելով թիմերի ներկայիս վիճակը, եւ Փյունիկն էլ կփորձի հակագրոհային ֆուտբոլ խաղալ ու այդ իրավիճակում կարող է արդյունքի հասնել։ Այստեղ չի կարելի մի թիմի տալ բացահայտ առավելություն, երբ երկուսն էլ ես համաձայն եմ, որ Արարատ Արմենիան այս իրավիճակում շատ ավելի լավն է, բայց երբ խաղում է, երբ դիմակայությունը մեկ խաղից է բաղկացած ու առավել եւս Փյունիկը 1 ամիս կամ 2 ամիս, 3 ամիս առաջ շատ ավելի լավ ֆուտբոլ էր խաղում, քան հիմա, մեկ խաղում կարող է կերպարանափոխվել։ Եթե նայում ենք առանձին ֆուտբոլիստներին, այո, միգուցե այս պահին Փյունիկը չունի տենտոն, Արարատ Արմենիան ունի տենտոն, Նուբիսի, Օկանսի լավ ֆուտբոլիստներ, լավ հարձակվողներ ունի, Դուք վերեցիր արդեն խաղացողների, որոնց անհատական մարզավիճակը եւս որոշիչ է։ Եվ հետո Արարատ Արմենիան այնպես չէ, որ
բաց ֆուտբոլը խաղացող թիմն է մեր առաջնորդը։ Եվս կարողանում է փակվել, եւս կարողանում է հակադրողների ապահովել։ Չի փակվելու Արարատ Արմենյան։ Իսկ ինչու, հաշվի առնելով, որ Տիտղոսի համար պայքար է, միգուցե ամբողջությամբ ոչ, բայց եթե ստացվում է թիմի խաղը, իսկ Արարատ Արմենյան վերջին 3-4-5 խաղերում ցույց է տվել, որ շատ մարտավարական պայքար է նաեւ ընդհանրապես։ Իսկ ինչու Արարատ Մինասյանը պետք է այն խաղում, որտեղ ամեն ինչ վճռվում է 90 րոպե ընթացքում, միգուցե 120 միանգամից գնա առաջ եւ փորձի շատ գոլեր։ Որովհետեւ ասում եմ, թիմի հարձակվողների խաղը ստացվում է եւ ունենալ հարձակման գծի նման ներուժ, Շաղոյանն ու Բիսի Օկանսի Տենտոն այդ քառյակի ներուժը չօգտագործել, սпасել թե ինչ կառաջարկի Փյունիկը, որը հարձակման գծում այս տրամաբանությունը խոսում է այդ մասին, բայց փաստ չէ, որ բաց ֆուտբոլ կխաղա Արարատ։ Բաց ֆուտբոլ ես չասացի, ես ասացի առաջին համարը ֆուտբոլ, դա բաց ֆուտբոլ չէ։ Առաջին համարով լավ ենթադրելի է, որ պետք է խաղա։ Իսկ Փյունիկը պետք է փորձի օգտագործել իր հակագրողները կամ արագ գրողները։ Օտոբանջան կարևոր արդյունավետ էլ չէ խաղում։ Փյունիկը վերջին խաղերում արդյունավետություն չի կարողացել։ Փյունիկը արի հիշենք, երբ ծանր վիճակում էր գտնվում մի քանի անգամ վերջին տարիներին, մշտապես իր 1-0 2-1 Ատլետիկոյի այսպես մարտավարության ֆուտբոլը ցուցադրել է, դավանել է այդպիսի ֆուտբոլ եւ արդյունքի հասել է։ Այլ հարց է, որ այն ժամանակ կատարողները շատ էին Փյունիկում։ Հիմա փոխվել է պատկերը եւ կատարողները քիչ են, բայց այստեղ կարող է որոշիչ դեր խաղալ, կրկնում եմ, թիմային աշխատանքը, թիմային մտածելակերպը։ Այստեղ միակ բանը, որ իմ կարծիքով խոսում է Փյունիկի հավանական հաջողության մասին, Եղիշե Մելիքյանի կարողությունն է թիմին տրամադրել ամենաբար թերաճկում, բայց միայն տրամադրվելով այսօրվա Փյունիկը նման մրցակցի հետ խաղում կարծում եմ չի կարողանա հարցեր լուծել։ Տենտոն Ենեն հանգստացավ, Ուրարտուի հետ խաղում չխաղաց, առանց նրա այնտեղ Մարիուս Նուբիսին փայլեց հետրիկ գրանցեց։ Հիմա Տենտոնը կմիանա եւ ավելի մեծ կլինի ներուժը։ Կատարողները Արարատ Արմենիայի այստեղ հարց են լուծելու եւ կարծում եմ եթե Փյունիկին հաջողվի գոլ խփել, Արարատ Արմենյան հաստատ ավելի շատ է խփելու, հետեւաբար այո, ֆուտբոլը եւ միշտ իրավիճակներ են լինում, երբ ամեն ինչ փոխվում է։ Օրինակ, հանդիպման մեկնարկում կարմիր քարտ, օրինակ ինչ-որ վնասված կառաջատար ֆորս մաժորները եթե բացառենք, չեմ կարծում, որ ինչ-որ բան կլինի, որը կխանգարի։ Ես կրկնում եմ, Արարատ Արմենյան ավելի լավն է խաղով, գրանցած արդյունքներով վերջին ամսվա ընթացքում, բայց Փյունիկին նշածս պատճառներից ելնելով կուզեի նաև պատմությունը ասել կա Փյունիկի օգտին է խոսում, բայց դա դաշտում որոշիչ չէ, 10 տիտղոս ունի Փյունիկը, ընդամենը մեկը Արարատ Արմենյան։ Վստահություն ունեմ ներքին, որ հիմնական ժամանակում հաղթողին չեն որոշի թիմերը, լրացուցիչ ժամանակ կամ 11 մետրանոց հարվածաշարժ, իհարկե այդ դեպքում արդեն թիմերի դարպասապահների գործոնը կարևոր է։ Ես դրա մասին ուզում եի խոսել, իդեպ Հենրի Ավագյանը Փյունիկի դեմ, սա լրացուցիչ շարժառիթ է, թե ոչ Հայաստանի համար։ Այո, Ավագյանի։ Դեպ չգիտեմ, չեմ ուզում ասել այո կամ չգիտեմ դժվար է պատասխանել, բայց մի բան պետք է հաշվի առնել, որ չեմ կարծում Հենրի Ավագյանը մնար Փյունիկում եւ չխաղար։ Դե շատ հետաքրքիր է, որ Փյունիկում նա վաստակեց հիմնական դարպասապայի կարգավիճակը։ Հիմա եկավ Արարատ Արմենիա, այստեղ դարձավ հիմնական դարպասապայի եւ համընկնում է թե պատահականություն է, բայց Արարատ Արմենիան կտրուկ ավելացրեց, արդյունքը բարելավեց եւ շատ քիչ է գոլ բացթողում, այսինքն Հենրի Ավագյանը այսօր շատ լուրջ տեխնացու է նաև Հայաստանի հավաքականում հիմնական դարպասապայի, այնպես չէ, որ Օգնետ Չանչարևիչից շատ պակաս է խաղով, փորձով, մեկ մրցափուլ կարծում եմ առավելագույնը, եւ վերջում ես կուզեի մի հարցադրում անել, այսպիսի մեկ ամիս հետաձգվեց սուպերգավաթային խաղ, ինչ ես կարծում ում օգտին էր սա։ Արարատ Արմենիայի օգտին էր։ Եթե մեկ ամիս առաջ խաղային, այսքան մեծ առավելություն ես չէի տա Արարատ Արմենիային, որովհետև ինքը Արարատ Արմենիան այսքան լավ վիճակում դեռ չէր, իսկ Փյունիկը ավելի այսպես լավ արդյունքներ էր այդ պայդրությամբ գրանցում։ Ինչ են կարծում մեր փորձագետները, ով կհաղթի, հիմա լսենք։ Հայաստանի սուպերգավաթում անխոս մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում, որովհետև Փյունիկը նախ իր սիրելի Տիտղոսի հետևից է գնում, գիտեք, որ ամենաշատը 10 Տիտղոս նվաճել է հենց սուպերգավաթում եւ Արարատ Արմենիան կարծում եմ հեշտ հանձնվողներից չի։ Ինձ համար այս խաղում առանձնակի հետաքրքիր կլինի մարզիչների որոշումները, որովհետեւ երկուսն էլ Վարդան Մինասյանն էլ, Եղիշե Մելիքյանն էլ հայկական ֆուտբոլի մեր օրերի լավագույն մասնագետներն են եւ վստահ եմ, որ որոշիչ կլինի նրանց մտահղացումը, դաշտը տեսնելը
Եվ ինչ որտեղ նաև ֆուտբոլիստների առանձին որակները, բայց որ մենք գոլառատ խաղ չենք տեսնի, դրանում վստահ եմ։ Ֆավորիտ ինձ համար Փյունիկն է, որովհետև Փյունիկը գիտի թե ինչպես հաղթել Սուպերգավաթի եզրափակիչներում, Սուպերգավաթում։ Հիմնականում նման կարգի խաղերում ու կոնկրետ են Սուպերգավաթի խաղերում թիմերը երբեմն ոչ հաճախ, բայց երբեմն ոչ մեկնարկային կազմերով են դուրս գալիս, որտեղ այս հանդիպումը մարզական առումով ոչ մի առավելություն չի տալիս, ասենք Եվրոպայի ինչ որ մրցաշարի ուղղագիծ եւ այլն։ Հիմնականում հեղինակության միավորներն են այստեղ վաստակում։ Ուղղակի հաշվի պետք է առնենք, որ հիմա վերջին խաղերում մասնավորապես Արարատ Արմենիան 3 կանաչ հաղթանակ է տարել Ուրարտուի նկատմամբ, շատ ուժեղ թիմ, ամուր թիմ, իսկ Փյունիկը կարծես թե ինչ որտեղ կորցրել է իր կաղանությունը, միգուցե արդեն հավատ չկա, որ չեմպիոնական մրցավազքի թիմը լիարժեք կարող է մասնակցել, բայց հաշվի առնելով նախորդ խաղերում գրանցված արդյունքները եւ խաղը նույնպես, կարծում եմ, որ եթե թիմերը մեկնարկային կազմերով դուրս կան խաղադաշտ ու խաղանեն ֆուտբոլը, որը կարող են, կհաղթի Արարատ Արմենիան այս պահին։ Գրեթե հավասար իհարկե դիմակայությունն է, բայց ինձ թվում է Փյունիկը իր գավաթային փորձի շնորհիվ փոքր-ինչ առավելություն ունի, չնայած Հայաստանի Պրեմիեր լիգայում այնքան էլ առաջատարից որոշակիորեն հետ է մնացել, բայց այստեղ գավաթում իր ամբողջ ներուժը կդնի, այնպես որ իմ ֆավորիտը Փյունիկն է։ Ռաունդ երկրորդ, Չեմպիոնների լիգա, ովքեր են ֆավորիտները, Արսենալ Ռեալ և Բավարիա Ինտեր խաղերում։ Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչը և նախ այսօրվա դիմակայությունների մասին, առաջին հանդիպումների մասին, Արսենալ Ռեալ և Բավարիա Ինտեր։ Այս երկու խաղերում կարծում եմ Արսենալը տնային խաղում կունենա որոշակի առավելություն, չնայած բազմաթիվ խնդիրներին, որոնք կադրային խնդիրների մասին է խոսքը, որոնք անընդհատ հետապնդում են լոնդոնյան ակումբին, Չեմպիոնների լիգան մնացել է միակ մրցաշարը, որտեղ Արսենալը ըստ էության կարող է իրեն դրսևորել եւ հաշվի առնելով Մադրիդի Ռեալի ծանր խաղը վերջին շրջանում, հաղթանակները դժվարությամբ են տրվում, կրկնում եմ միայն առաջին խաղում ես որոշակի առավելություն տալիս եմ անգլիական ակումբին, ինչ վերաբերում է մյուս հանդիպմանը, ապա Բավարիան այնքան բարդ է հաղթանակները կորզում ներքին առաջնությունում, որ Չեմպիոնների լիգայում կարծում եմ ավելի ուժեղ մրցակիցների պարագայում շատ բարդ է ամեն ինչ։ Ինտերը ցավալի ոչ ոքի խաղաց վերջին խաղում Իտալիայի A-սերիայի եւ փոխհատուցել դա պետք է Չեմպիոնների լիգայում։ Արսենալ, Ռեալ եւ Բավարիա Ինտեր այս դիմակայությունները թերևս զարդարում են եւ կարող են զարդարել նույնիսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, բայց նրանք ճակատագրի հեգնանքով զարդարում են ընդամենը քառորդ եզրափակիչ փուլը, Արսենալը չունի առավելություն ըստիս եւ վարքական ակումբը ինչքան էլ խնդիրներ ունենա Իսպանիայի Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում զգում է իրեն ձուկը ջրում։ Եվ սա պատահական ասված խոսք չէ, փաստերի հիման վրա եւ երկար տարիներ ապացուցված խոսքեր են, արքայական ակումբը այո ծանրագույն պարտություն կրեց եւ դժվարացրեց գործերը Լա լիգայում, բայց Չեմպիոնների լիգայում պատրաստ է վերականգնել, կարելի ասել ինչ որտեղ սասանված հեղինակությունը, Արսենալը շատ լուրջ խնդիրներ ունի եւ առաջին հերթին ունի պաշտպանությունում խնդիր իդեմս Գաբրիելի բացակայության, իսկ ինչ վերաբերում է Բավարիա Ինտեր դիմակայության, այո Ինտերը սայթակում է Բավարիան եւս ծանր հաղթանակներ է տոնում, կարելի է հավասար գնահատել թիմերի հնարավորություններն առաջին խաղում, բայց ես որոշակի առավելություն տալիս եմ Բավարիային։ Արսենալ Ռեալից սկսենք, իհարկե եթե խոսենք ամբողջ դիմակայության մասին, ես լիովին համաձայն եմ, որ Ռեալը այստեղ ֆավորիտ է, անկախ ընթացիկ մարզաճակից, ես նախորդ ռաունդում էլ այդ մասին խոսեցի, բայց մենք խոսում ենք առաջին խաղի մասին եւ այստեղ Արսենալի գլխավոր առավելությունը տնային հանդիպումն է։ Արսենալի գլխավոր առավելությունը այս Արսենալի այն է, որ Միկել Արտետան կարողացել է, սովորեցրել է այս թիմին նաև պաշտպանվել, խաղալ պաշտպանությունից, խաղալ փակ ֆուտբոլ, խաղալ եթե պետք է կոպիտ, կոշտ եւ դա որոշակի առումով արդյունք ապահովում է։ Եթե առաջ Արսենալը շատ ռոմանտիկ էր, շատ գեղեցիկ էր խաղում, բայց արդյունք չկար, հիմա որոշակի հատվածներում այդ արդյունքը խաղերում է նա այդպես խաղացել եւ Անգլիայի ուժեղագույն ակումբների հետ է այդպես խաղացել։ Արսենալը Չեմպիոնների լիգայում է հասել մինչև քառորդ եզրափակիչ, միշտ չէ համաձայնիր Արսենալին հաջողվում հասնել քառորդ եզրափակիչ։ Ընդհանրապես մեկ ուժեղ թիմ կա Իսպանիան Անգլիայի Պրեմիեր լիգայում, եթե համատենք Ռեալի։ Չնշանակում մեկ ուժեղ
ուժեղ թիմ կա։ Ռեալի հետ համեմատած նկատի ունեմ, դա Լիվերպուլն է։ Մնացածը բոլորը խնդիրներ ունեցող թիմեր են։ Մանչեսթեր Սիթի։ Խնդիրներ Ռեալը ինքն էլ ունի հիմա։ Խնդիրներ ունի Լա լիգայում։ Դե ել ասում ես Անգլիայում, Պրեմիեր լիգայում։ Նկատի ունեմ Ռեալը ինքն էլ գիտես որ կերպարանափոխվում է երբ Չեմպիոններ լիգայում է խաղում։ Հասկանում եմ, բայց այդ կերպարանափոխությունը որպես կանոն լինում է երկրորդ խաղում առավել եւս, եթե այդ երկրորդ խաղը Սանտիագո Բեռնաբեու լինում է Մանչեսթեր Սիթին, եկեք դե ես հիմա հենց դա եմ ասում, Արսենալին թերագնահատում են շատերը, այդ թվում դու Արսենալը այն Արսենալը չէ, որին հեշտությամբ կարելի է հաղթել Լոնդոնում նորից։ Թերագնահատի, եթե լիներ Գաբրիելը, եթե լիներ Գաբրիել Ժեզուսը, եթե լիներ Կայ Հավերցը, եթե Մարտինելին եւ Սական լինեին լավ մարզավիճակում։ Մի տեսակ սովորական չէ, որ Արսենալը այսքան ֆուտբոլիստերի պակաս է զգում։ Միշտ էլ կադրային խնդիրներ ունենում է։ Հիմա էլ երբ ունենում է վատ է խաղում։ Բայց Բուկայո Սական վերադարձել է, հասցրել է որոշակի մարզավիճակ։ Մարտինելին մի փոքր ավելի լավ է մարզավիճակ, ավելի լավ մարզավիճակ է հավաքել, բայց չեմ հավատում, անկեղծ եմ ասում։ Չեմ ասում առաջին խաղում Ռեալը կվճռի դիմակայության ելքը, բայց գերվստահ եմ, որ կհաղթի Ռեալը Արսենալին։ Դե եթե կհաղթի, ուրեմն կվճռի, որովհետև պատասխան խաղում ես այսպես Արսենալին չեմ եղել են դեպքեր, երբ հիշում ես Ռեալը Յուվենտուսին հաղթեց Թուրինում 3-0, հետո եկավ պարտվում էր 0-3 հաշվով։ Դե դա շատ մեծ առավելությունից է։ Սանտիագո Բեռնաբեուում մի դեպք միշտ չէ որ Ռեալը լավ է խաղում։ Ռեալը ուժեղ թիմերի հետ է լավ խաղում, պատասխան խաղում Սանտիագո Բեռնաբեուում։ Հիմա այս ամենից դու որ ասում ես տպավորություն ստացվում որ Արսենալը ուժեղ թիմ չէ։ Այս պահին Արսենալը չի կարող մրցակցել Ռեալի հետ։ Այո, ուժեղ թիմ չէ։ Հակառակը, ես կարծում եմ ոչ միայն կարող է մրցակցել, նաև առաջին խաղում Արսենալը իր համար դրական արդյունք կգրավի։ Դրական արդյունքը ես կարծում եմ գոնե մեկ գնդակի առավելությամբ հաղթանակն է։ Ռեալը ունի ոչ միայն որոշակի կադրային խնդիրներ, Ռեալը ունի խաղային խնդիրներ, սա ամենամեծ խաղային խնդիրը, քանի պահ չօգտագործեց Ռեալը։ Դե պահերի չօգտագործումը ես համարում եմ խաղային խնդիր։ Որոշակի խնդիրներ տեսնում եմ մթնոլորտում թիմի ներսում, որովհետև Վինիսիուսը անընդհատ փորձում է ցույց տալ, որ Մբապեն իրենից առավել չէ, հեղինակությամբ չպետք է իրան գերազանցի եւ վերցնում է 11 մետրանոցները անընդհատ վրիպում է, ինչ որ հակամարտություն փոքրիկ այստեղ միգուցե կա, միգուցե լավագույն հարաբերությունները չեն այդ ֆուտբոլիստերի միջև, միգուցե սխալվում եմ, բայց տպավորություն կա, որ ամեն ինչ այդքան հարթ չէ եւ վերմակը իր վրա քաշելու այն խնդիրը, որը մրցաշրջանի սկզբում ընդգծվում էր, ես հիմա նկատում եմ եւ խաղային խնդիր նաեւ համարում եմ այն, որ Ռեալը դժվարությամբ է գոլեր խփում անգամ ոչ ուժեղ միջակ թիմերի հետ խաղերում խնդիրներ։ Միակ խնդիրը Ռեալի համարում եմ պաշտպանությունը, ինչը իհարկե շատ լուրջ է։ Անչելոտին այդպես էլ չի գտնում զույգը, Ռուդիգեր, Ասենսիո, Ալաբա, Ասենսիո, Չուամենի։ Դե Ալաբան եթե մեկ խաղում երկու ինքնագոլ է գրանցում, նայել այդպես էլ չի կողմնորոշվում, իհարկե Կարվախալի եւ Միլիտաոյի բացակայությունները շատ ծանր են նստում։ Լուկաս Վասկեսի մշտական անվստահ խաղը, որից անընդհատ դժգոհում են Ռեալի երկրպագուները եւ մարզիչ ուղղակի չունի տարբեր։ Առաջիկա խաղում Վալվերդեն խաղա աչից Չուամենին կգնա կիսապաշտպանություն եւ կենտրոնում կտեսնենք Ռուդիգեր Ասենսիո։ Դրանք խնդիրներ չեն, եթե այսպիսի վերադասավորումների կարիք։ Լուծելի խնդիրներ են։ Լավ, ցույց կտա ժամանակը իհարկե, ընդամենը մի քանի ժամից մենք կիմանանք այդ հարցի պատասխան, արի խոսենք կժպտամ կամ չեմ ժպտամ։ Այո, արի խոսենք նաև Բավարիա Ինտեր խաղի մասին, այստեղ ինչու եմ Ինտերին տալիս առավելություն, իդեպ այստեղ ես դրական արդյունք Ինտերի համար կհամարեմ նաև ոչ ոքի։ Խոսենք Ինտերը հաղթի, այլ խոսենք։ Այո, իհարկե խոսենք ինչու եմ տալիս առավելություն Ինտերին, որովհետև շատ ավելի լավ խաղային տոնուս ունի, շատ ավելի վստահ ֆուտբոլ է խաղում Ինտերը, մի փոքր առաջատարության վրա ազդեց իհարկե Պարմայի հետ այդ չնախատեսված ոչ ոքին 2-0-ից հետո, բայց կարծում եմ դա ավելի պետք է մոտիվացնի Ինտերը այսօր ավելի լավ ընթացքի մեջ է եւ Ինտերը կկարողանա Բավարիայի խոցելի կողմերը օգտագործել, իսկ Բավարիան խոցելի կողմեր այս պահին շատ ունի։ Սովորական չէ, բայց շատ։ Ինտերը Պարմայի հետ խաղում էր գրեթե ամբողջական կազմով, միայն Բարելան էր բացակայում, եթե չեմ սխալվում որակազրկման պատճառով, դա ցուցանիշ կամ չափանիշ չէ ինձ համար, բայց այստեղ կարևոր է, որ Ինտերը 3 ճակատով է պայքարում Նապոլիի հետ սերիայում, գավաթի խաղարկությունում Միլանի հետ
եւ Չեմպիոնների լիգայում Բավարիայի հետ։ Իսկ Բավարիան գավաթի խաղարկությունից դուրս է մնացել, ներքին առաջնությունում 6 միավորի առավելություն ունի Լևերկուզենի Բայերի նկատմամբ եւ 6 տուր է մնացել եւ Չեմպիոնների լիգա։ Այստեղ միակ փոքրիկ այսպես առավելություն տվող ցուցիչը նա է Ինտերին, որ խաղալու է պատասխան խաղում սեփական հարգի տակ։ Դե մենք հիմա առաջին խաղի մասին ենք խոսում, իսկ հաշվարկի տեսանկյունից ես դա ասում, որ կարող է Ինտերը խաղալ պաշտպանությունից, բավարարվել ոչ ոքով, չգնալ հաղթանակի հետևից, բայց կարծում եմ Բավարիան ամեն դեպքում գոնե 1 գոլի առավելություն։ Ջամալ Մուսիալայի բացակայությունը։ Գործոն է, լուրջ գործոն է, թե ոչ։ Գործոն է, այո, այս բանին լուրջ գործոն։ Խաղ ստեղծողներից մեկը հիմնական բացակայում է վնասվածքի պատճառով եւ սա եւս մեկ խնդիր է Բավարիայի համար։ Չգիտեմ, ես ունեմ տպավորություն, որ Ինտերը գոնե ոչ ոքի կտանի Մյունխենից, իսկ դա շատ մեծ առավելություն է ապատասխան խաղից առաջ։ Թող այդպես լինի, որովհետեւ ի վերջո ուզում ենք Մխիթարյանին տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթ գլխավերևում պահած, բայց իհարկե դրա համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել, լսենք փորձագետներին, լսենք։ Ինձ համար որպես հայ մարդու եւ նախ եւ առաջ հայ ազգի ներկայացուցիչ բավականին հետաքրքիր է լինելու Բավարիա Ինտեր խաղը, որովհետեւ թե Բավարիան, թե Ինտերը հիմա հավասարազոր թիմեր են, հավասարազոր ակումբներ են եւ նույն այսպես ասած ֆուտբոլային լեզվով են խոսում Եվրոպայում։ Բավարիան իր մեջ գրում է գերմանական ֆուտբոլի այդ պոտենցիալը ամբողջությամբ, իսկ Ինտերը ունի ֆուտբոլիստներ եւ Ինձագի, ով հրաշալի համադրում է թե ֆուտբոլիստների տաղանդը, թե որակները, թե տարիքային տարբերությունը, բայց ես ձեր հարցին կպատասխանեմ որպես հայ, ինձ համար ֆավորիտ Ինտերն է։ Չեմպիոնների լիգայում երբ խաղում է Ռեալը, նա միշտ ֆավորիտ է։ Եթե դուք Չեմպիոնների լիգան նայում եք որպես մրցաշարի, որտեղ ֆավորիտ չէ Ռեալը, ուրեմն դուք չեք հասկանում Չեմպիոնների լիգայից, որովհետև Ռեալի սիրելի մրցաշարն է, հա, Չեմպիոնների լիգան, եւ այս անգամ էլ վստահաբար միայն ֆավորիտ Ռեալն է։ Հաղթելու է Ռեալը, ինչի ասեմ, հիմա կհասկանաք, որտեվ Չեմպիոնների լիգան կարծես թե իրոք հատուկ է թիմի համար ստեղծված լինի, բայց դեռ այնպես չի, որ իմ ասածը կոպիտ ասած օրենք է, ինչ որ չապրորոշիչ, օրինակ իմ համար հիմա օրվակցվում է Ռեալ Բարսելոնա եզրափակիչը, որում իմ կարծիքով պետք է որ հաղթի նաև Բարսելոնա։ Բավարիա Ինտեր խաղում ես չեմ ուզում մտածել այլ արդյունքի մասին, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, ուրեմն այդ թիմին ես մեծ հաջողություն եմ ցանկանում։ Ամեն դեպքում իմ համար Ինտերը ավելի լավ հիմա կառուցվածքային խաղ ունի, հետո Ինտերի կազմում կարծում եմ կան խաղացողներ, որոնք կարող են թիմին ոգևորել, մեկը հենց Հենրիխ Մխիթարյանն է։ Արսենալը ակնհայտ է, որ բավական լավ կմրցակցի Ռեալի հետ, հաշվի առնելով Ռեալի որոշակի խնդիրները պաշտպանական գծում, Արսենալները իհարկե նաև կադրային խնդիրներ ունի, Ռեալի պարագայում իհարկե Ռեալը Չեմպիոնների լիգայում այլ թիմ է, Լա լիգայում գուցե կարող է որոշակի խաղերում պարտվել, ինչպես տեսանք վերջերս Վալենսիային, սակայն Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղի դեպքում, պարագայում եւ այդ երկխաղյա խաղերի պարագայում, փլեյոֆում Ռեալը մեկ այլ թիմ է կարողանում են կենտրոնանալ եւ վճռել յուրաքանչյուր խաղի արդյունքը։ Իսկ Ինտեր Բավարիա, Ինտերը փորձառու թիմ է, խաղացված թիմ է, Բավարիան որոշակի խնդիրներ ունի, բայց Բավարիան ունի բավական լավ մոտիվացիա, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու Ալյանս Արենայում, այս զույգում ֆավորիտը Ինտերն է։ Ռաունդ 3, Չեմպիոնների լիգա։ Ինչի շնորհիվ Բորուսիան եւ Ասթոն Վիլան կարող են չպարտվել առաջին խաղերում։ Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակչի հաջորդ երկու դիմակայությունների մասին այստեղ ըստիս կան բացահայտ ֆավորիտներ, Պարի Սեն-Ժերմենը շանս չի տա Ասթոն Վիլային, Բարսելոնան էլ կհաղթի Դորտմունդի Բորուսիային։ Ինչու կհաղթի, որովհետև ի վերջո Դորտմունդը մնում է Դորտմունդ, ինչքան էլ վատ մարզավիճակում գտնվի կամ խնդիրներ ունենա Բունդեսլիգայում, բայց երբեմն կրակում է Բորուսիան եւ պատահական չէր այս թիմի Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչում հայտնվելը։ Բայց Բարսելոնան կարծում եմ ամեն դեպքում կարողանա շրջանցել Բորուսիային, այստեղ միակ դրական կետը Դորտմունդի համար, որ առաջին խաղը դրսում է խաղում եւ պետք է փորձի հնարավորինս
ոչ խոշոր հաշվով պարտվել։ Ինչ վերաբերում է Aston Villa-ին, ապա այս թիմի համար արդեն այս փուլ հասնելը մեծ նվաճում է։ Չնայած Aston Villa-ն վերջին 9 խաղում բոլոր մրցաշարերում միասին ընկերական, պաշտոնական տարել է նույնքան հաղթանակ, իսկ Paris Saint-Germain-ը դե Ֆրանսիայի չեմպիոն է արդեն գավաթի խաղարկությունում հարցերը լուծել է եզրափակիչ դուրս գալու, իսկ Չեմպիոններ լիգայում գնում է առաջ։ Չհամաձայնել փաստի հետ, որ Բարսելոնան եւ Paris Saint-Germain-ը ֆավորիտ են Բորուսիայի եւ Aston Villa-ի հետ դիմակայություններում, իհարկե անմիտ է, ես միանշանակ համաձայն եմ, բայց փորձենք գտնել փոքրիկ գործոններ, որոնք կարող են Դորտմունդցիներին եւ Բիրմինհեմցիներին օգնել առաջին խաղերում դրական արդյունք գրանցել կամ գոնե չպարտվել խոշոր հաշվով։ Իհարկե առաջին հերթին երբ Բորուսիայի մասին խոսում ենք, դա փորձն է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, այս թիմը մշտապես կարողանում է այս մրցաշարում իրեն դրսևորել, հիշենք նախորդ խաղարկությունը, որտեղ ոչ ոք չէր սպասում Դորտմունդցիներին եզրափակում, բայց մեղուներն այնտեղ եղան։ Իսկ ինչ վերաբերում է Aston Villa-ին, ապա այս թիմի գլխավոր հույսը եւ միգուցե միակ շանսը աշխարհի չեմպիոն Էմիլիանո Մարտինեսի փայլուն խաղն է Փարիզում, եթե նա կարողանա կանգնեցնել Paris Saint-Germain-ի խաղացողներին, ապա Aston Villa-ն կարճելու ինչ որ տեղ կունենա։ Վերջին մտքից սկսենք, այդպիսի փորձ ունեցավ Ալիսոն Բեքերը, կանգնեցրեց 90 րոպե Փարիզյան Գրանդի արձակվողներին, բայց պատասխան խաղում չդիմացավ։ Իհարկե չեմ ուզում համեմատել Դիբու Մարտինեսին եւ Ալիսոնին, ինձ համար Ալիսոնը 1 գլուխ ավելի ուժեղ դարպասապահ է, առնվազն 1 գլուխ, բայց այնտեղ կային նաեւ Ալիսոնի արչեւ ուժեղ պաշտպաններ, Aston Villa-ի պաշտպանությունն էլ վատը չէ, բայց չեմ հավատում, որ հաղթանակի ծարավ, այսպես որսին գտած թիմին հնարավոր է կանգնեցնել Paris Saint-Germain-ը ակնհայտ է, որ շատ ծարավ է, անհակ շատ հետաքրքիր պնդումներ, իհարկե ուժեղ պաշտպաններ էին Ալիսոնի առջև, ուժեղ պաշտպաններ, որոնք թույլ տվեցին 9 հարված կատարել դարպասին, ուրեմն ավելի շատ թույլ կտա։ Դե միգուցե, ես ասում եմ, սա փոքրիկ գործոններից մեկն է, որը կարող է օգնել Aston Villa-ին։ Իհարկե ես չեմ մտածում, որ Paris Saint-Germain-ը չի հաղթի։ Իհարկե PSG-ն այստեղ պետք է իրենը վերցնի, այսքան լավ վիճակում են, չեմպիոնությունն էլ Լիգա 1-ում գումարվեց, բարձր տրամադրություն, հասել են ու խաղում են Aston Villa-ի նախորդ օրը։ Դե դա կերևա, բայց կարծում եմ Aston Villa-ի շանսերից մեկը նաև խուլ պաշտպանությունն է։ Պետք է կարողանան ամբողջ թիմով համակերպված, համախմբված պաշտպանվել։ Եթե ստացվի, Մարտինեսի խաղն էլ ստացվի, միգուցե կկարողանան կանգնեցնել, բայց 1-2 գոլ ինչպես էլ ստացվի, PSG-ն պետք է խփի եւ չշրջանցել Aston Villa-ին ուղղակի հնարավոր չէ եւ շրջանցելու համար իհարկե պետք է տնային խաղում հաղթել։ Դարպասապաններից ոչ պակաս կարևոր գործոն, որը կարող է խոսել տեսականորեն Aston Villa-ի օգտին, իհարկե Ունայ Էմերիի առկայությունն է, խաղում է նախկին թիմի դեմ, իհարկե այսպիսի պատմություններ շատ կան, բայց քանի տարի առաջ էր նա խաղում։ Բայց Էմերին բազմաթիվ ակումբներում է աշխատել, հիմնականում ընդունված ասել անհաջող։ Այո, Paris Saint-Germain-ը այդ ակումբներից մեկն է, որտեղ նրա աշխատանքը դրական չգնահատվեց։ Սևիլայում իհարկե հաջողություններ ունեցավ եւ Aston Villa-ում համարվում է լավ աշխատանք է կատարում, կա արդյունք միջակ ակումբի հետ Չեմպիոնների լիգայում է եւ այլն, եւ իհարկե կարծում եմ Էմերին կունենա անձնական շարժառիթ Paris Saint-Germain-ի դեմ լավ հանդես գալ։ Չեմ հավատում անկեղծ ասած, ինձ համար գործոն չէ, որովհետեւ հավատում որ կունենա այդ ցանկությունը, թե դա շարժառիթ։ Չեմ հավատում, որ դա շարժառիթ է նրա համար ավելի մեծ շարժառիթ է, որ Aston Villa-ի նման միջակից մի փոքր բարձր որակավորում ունեցող ակումբի հետ հասել է Չեմպիոններ լիգայի քառորդ եզրափակիչով, դրանից ավելի լավ շարժառիթ ավելի հեռուն գնալու չեմ պատկերացնում։ 7 տարի առաջ էր այնտեղ նա իր շանսը ստացավ, չօգտվեց, Մոնակոին զիջեց, մեկ անգամ չեմպիոն դարձավ, երկու անգամ գաղափարակիր ու վերջ։ Չեմպիոններ լիգայում խայտառակ ձևով պարտվեց Բարսելոնային։ Չէ՞ որ փորձի ապացուցել, որ շտապեցին իրեն հեռացնել։ Ինչից հետո երբ Բարսելոնային 4-0 հաշվով հաղթում ես եւ դուրս ես մնում Չեմպիոններ լիգայից։ Համաձայն եմ, դա գլխավոր ձախողումներից մեկն էր, բայց իհարկե Էմերին հակառակ ապացուցելու ցանկությունը։ Այդ հիմա մենք ենք այդպես ասում, հո Էմերին չի մտածում, որ ինքը այդպես ձախողել է։ Ես չեմ ասում Էմերին թոփ է թե թոփ չէ, դա չեմ քննարկում, ինձ համար թոփ չէ, եթե սկսենք քննարկել։ Սևիլա, Aston Villa լրիվ հարմար ակումբներ են նրա համար, իսկ ավելի բարձր թիմեր, Arsenal, Paris Saint-Germain, կարծում եմ նրա համար չեն, նա ուղղակի խորտակվում է այդ աստղերի կողքին, չի երևում, չի կարողանում ղեկավարել թիմը,
անում է այն ինչ նվազագույնը կանի ցանկացած մարզիչ։ Այդ ամենը հասկանալի է, համաձայն եմ, չեմ էլ վիճում, բայց կարծում եմ ավելի լավ շանս ապացուցելու ինչ որ բան Paris Saint-Germain-ին նա չի ունենա, եթե Aston Villa-ով կարողանա անիվների արանքը փայտ դնել, այսպես ասած, նա ինչ որ բան կկարողանա ապացուցել, եթե ոչ, ապա հերթական անգամ կասենք Էմերին եկավ եւ գնաց։ Ես ուղղակի չեմ հասկանում, որտեղից այդ պնդումը, որ երկրորդ խաղը տանը անցկացնելը առավելություն։ Ինչու՞։ Եթե խաղում ես ֆավորիտի հետ, հակառակը լավ է, որ առաջին խաղը տանն ես խաղում, որովհետեւ դրսում ըստ էության դու հասկանում ես շանսերը քիչ են։ Եթե դու գնում ես առաջին խաղը խաղում ես դրսում եւ 0-3 հաշվով պարտվում ես, ամեն ինչ ավարտվում է։ Լիվերպուլը այդպես գնաց, խաղաց Բարսելոնայի եւ տանը եկավ հաղթեց։ Այնպես չէ որ ֆավորիտ չէր։ Լիվերպուլը PSG-ից պակաս շանսեր չուներ։ Լիվերպուլ-Բարսելոնա խաղի մասին է խոսքը, դրսում պարտվեց 0-3 եկավ, տանը հաղթեց։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ հնարավորինս ամեն ինչ պատահում է, բայց հիմնական պետք է պարտվել եւ սեփական Դորտմունդի պարագայում միանշանակ այդպես է։ Դե ինչ օրինակ եթե փոքր հաշվով 0-2 պարտվեց Aston Villa-ն, տանը շանսերը շատ են։ Aston Villa-ի մասին չէր խոսքը։ Ես խոսում եմ եթե թույլ թիմը համեմատաբար խաղում է ֆավորիտի հետ, ավելի լավ է առաջին խաղ անցկացնի տանը իր երկրպագուների աջակցությամբ փորձի դրական արդյունք գրանցել եւ հետո ինչ որ բանից կարճել, բայց չկա կանոն առանց բացառության։ Եվ այս դեպքում Բարսելոնա Բորուսիա դիմակայությունն է ինձ համար այդ բացառությունը, Բորուսիան տանը շատ լավ է, շատ ավելի լավ է խաղում, մթնոլորտը, երկրպագուների աջակցությունը, սեփական խաղադաշտը ամեն դեպքում եւ Բորուսիա Բարսելոնա իհարկե չես կարող չէ համեմատել ուժերի հարաբերակցության տեսանկյունից PSG Aston Դե չեմ համեմատի, բայց եթե հիմա Դորտմունդը ավելի լավ կզգա իրեն տանը պատասխան։ Դորտմունդն էլ կարող է Լիվերպուլի օրինակով 0-3-ից վերադառնալ օրինակ։ Մոտավորապես կարելի է համեմատել Բարսելոնա Դորտմունդ դիմակայությունը Բարսելոնա Ռոմա դիմակայության հետ։ Այնտեղ 4-1 Բարսելոնան հաղթեց, բայց Ռոման հաղթեց։ Հիմա նույն պատկերն է, ես չեմ ասում, որ եթե Բարսելոնան հաղթի 3 գոլի առավելությամբ Դորտմունդը շանս կունենա։ Սա այդ դեպքը չէ, ամեն դեպքում այն Ռոման մի փոքր բայց արի նախ ասենք, որ այն փաստ չէ, որ Բարսելոնան շատ վստահ հաղթանակ է տանել։ Դրա մասին եմ խոսում, ուղղակի պաշտպանությունում խնդիրներ ունի։ Մենք ի վերջո խոսում ենք առաջին խաղի մասին, այստեղ պաշտպանության խնդիրները չեն ինձ այդքան մտահոգում Բարսելոնայի տեսանկյունից։ Բարսելոնան եւս ինչ որ խնդիրներ ունի թիմի ներսում, Ռաֆինյայի պահվածքը վերջին խաղում Բետիսի հետ իհարկե պատժելի արարք է ամբողջությամբ, ես չգիտեմ Ֆլիկը կների վերջո թե ոչ, բայց հրել թիմի ամենամեծ հեղինակություններից մեկին Մարկ-Անդրե տեր Ստեգենին եւ այդպես գնալ հանդերձարան, դա Ռաֆինյան ինչ որ պատիժ պետք է դրա համար կրեր, անկախ նրանից թե ինչ կարգավիճակ նա հիմա ունի թիմում։ Ռաֆինյային ակնհայտ դուր չի գալիս, որ քիչ խաղաժամանակ է երբեմն ստանում, որ առանց գոլի է հեռանում դաշտից եւ նա իր պահվածքով ստիպում է շատ խիստ մարչին Հանս Դիտեր Ֆլիկին դիմել գործողությունների։ Չեմպիոնների լիգայից առաջ ցանկացավ, բայց չգիտեմ։ Եթե մի փոքր շեղվենք, ճիշտ չէ Ռաֆինյայի պահվածքը, ես չեմ ասում պետք է գերել Տեր Ստեգենին, բայց լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստին չտալ հնարավորություն ավելի շատ խաղալու եւ արդյունքում Բարսելոնան միավորներ կորցրեց այդ ամենի հետևանքով միավորներ կորցրեց։ Դե հիմա մարզիչը հերո է նա։ Միգուցե հաշվարկել էր, որ Բետիսի հետ տանը ավելի քիչ խաղաժամանակով էլ Ռաֆինյան կարող է օգուտ տալ, որովհետեւ արչեվում Բորուսիայի հետ հանդիպումներ եւ պետք էր խնայել իր առաջատարին, Ինչքան էլ Ֆերրան Տորեսը լավ մարզավիճակում է գտնվում, բայց ամեն դեպքում prime Ռաֆինյա չէ, այս բանը։ Ֆերրան Տորեսին եթե համատում ենք ավելի շատ Լևանդովսկի հետ պետք է համատենք այդ դիրքի համար։ Ռաֆինյան իր դիրքը հաստատուն ունի, եթե խնայելու կարիք նրան չկա կամ վնասված չունի, նա միշտ խաղում է։ Բայց լավ, սա մարշի որոշումն է, հիմա սխալվել է, Ֆլիկը չեն հաղթել, բայց այնպիսի ողբերգություն թիմում դարձավ այդ ոչ ոքին, կարծես չեմպիոնություն էր որոշում, միանգամից դառնում էին չեմպիոն եւ չդարձան, բայց տեսնենք, եթե մարզիչը կարողանա վերականգնել թիմին, այո, Բարսելոնան տանը պետք է հաղթի, այստեղ չեմ կարծում ինչ-որ արտարոզման լինելու է, բայց Բորուսիան ավելի շատ տեղեր ունի կարճելու, քան Aston Villa-ն Paris Saint-Germain-ի հետ խաղ։ Համաձայն եմ եւ Նիկո Կովաչը երբ փոխարինեց Շահինին, էլի անկայուն շրջան է երբեմն ունենում Դորտմունդի Բորուսիան, բայց համեմատաբար ավելի լավ ֆուտբոլ է խաղում, ավելի արդյունավետ ֆուտբոլ է խաղում եւ երբ Բորուսիայի խաղը ստացվում է, շատ հակասական թիմ է, եթե խփում է մեկը, երկրորդը, երրորդը, չորրորդը իրար հետևից կարողանում է խփել, եթե բաց է թողնում
1, 2, 3, 4 սկսում է էլի նույն տրամաբանությամբ գնդակ բաց թողնել։ Այստեղ շատ խիտ է պաշտպանությունը Դորտմունդ եւ սրա շուրջ կարող է Նիկո Կովաչը կառուցել իր խաղը Camp Nou-ում, Montjuïc-ում առայժմ Montjuïc-ում եւ եթե 1 գոլի տարբերությամբ պարտվեց Դորտմունդի Բորուսիան ինձ համար գոնե 20-25% շանս կունենա։ Լավ, ամեն դեպքում այստեղ մի ընդհանուր բան ունենք, Բարսելոնան եւ Paris Saint-Germain-ը ֆավորիտ են առաջին խաղերում, դա այնքան փաստ է, որքան որ Ալեքսանդր Օվեչկինը հոկեյ ազգային լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ ինչ են կարծում մեր փորձագետները, ունեն շանս Ֆրանսիայի չեմպիոն։ Այո, Բորուսիան եւ Aston Villa-ն ունեն շանսեր, թե ոչ, կասեն նաեւ մեր փորձագետները։ Ես կարծում եմ, որ ոչ մի բանի հաշվում էլ ոչ Aston Villa-ն, ոչ էլ Դորտմունդի Բորուսիան չեն կարող հաղթել, ոչ PSG-ին, ոչ էլ Բարսելոնային առավել ևս։ PSG-ն մի գլուխ բարձր է մրցակցից, նույնը Բարսելոնան, հետո չթվարկեմ նոր արդեն ասացինք, որ Բարսելոնայի կազմը ուղղակի շատ անճարեղ տղաներով է համալրված, երկուստ էլ եւ PSG-ն եւ Բարսելոնան իրենց մրցակիցներից մի գլուխ բարձր են։ Բարսելոնա-Բորուսիա խաղում միանշանակ շատ մեծ հետաքրքրությամբ կարելի է հետևել Ֆլիկի այսպես մոտեցումներում, որովհետև Ֆլիկը գերմանական ֆուտբոլի ամենակարկառուն մարզիչներից մեկն է եւ վերջի վերջո Բունդեսլիգայից շատ լավ ճանաչում է Դորտմունդի Բորուսիային եւ ֆավորիտ այս խաղում միանշանակ Բարսելոնան է, որովհետև թիմը ունի շատ լավ երիտասարդների հավաքածու, նրանք ովքեր Լամասիայից եկել հասել են առաջի թիմ եւ ունակ են խաղի վրա իրենց ազդեցությունը թողնելու։ Դորտմունդի Բորուսիային հեշտ չի լինելու, հատկապես Կատալոնիայում առաջի խաղում, որովհետև ֆավորիտ միշտ Բարսելոնան է։ Եթե դու խաղում ես Կատալոնիայում Բարսելոնայի դեմ, դու միշտ երկրորդ համարով պիտի խաղաս եւ Դորտմունդի Բորուսիային հեշտ չի լինել։ PSG-ի համար միանշանակ շատ ավելի հեշտ է հիմա Aston Villa-ի հետ խաղալը, որովհետեւ օրեր առաջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն եւ ինչ որ մի ֆրոնտում ավարտեց իր պայքարը եւ կկենտրոնանա Չեմպիոնների լիգայի վրա։ PSG-ն հիմա ավելի հեշտ կխաղա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, որովհետեւ ավարտել է պայքարը, ճակերտավոր ավարտել է պայքարը Ֆրանսիայի առաջնությունում, դառնալով չեմպիոն ժամանակից շուտ եւ Aston Villa-ին շատ բարդ ճակատամարտ է սպասում, որովհետեւ Paris Saint-Germain-ը ունի հրաշալի թիմ, որակապես բարձր ֆուտբոլիստներ, բայց գիտեք ֆուտբոլի առանձնահատկությունը ինչումն է, երբեմն ֆավորիտները ուղղակի պարտվում են։ Իրենց զույգերում թե Բիրմինգեմյան, թե Դորտմունդյան ակումբները իհարկե ֆավորիտ չեն, PSG-ն, Փարիզյան ակումբը եւ Բարսելոնան ակնհայտ ֆավորիտ են, նաեւ խաղամակարդակով այժմ բավական լավ վիճակում են։ Արդեն վաղը կիմանանք ով է Հայաստանի սուպեր գավաթակիրը, Փյունիկը 11-րդ անգամ, թե Արարատ Արմենիան 2-րդ անգամ կհաղթեն, իսկ այսօր վայելում ենք Չեմպիոնների լիգայի խաղարկությունը եւ տեսնենք ովքեր են նախադրյալ ստեղծում կիսաեզրափակիչ դուրս գալու։ Իսկ մենք կհանդիպենք 1 շաբաթից նույն ժամին։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen